Ռազմական գործողությունները վերսկսվել են նոր դապով, Իսրայելը հայտարարել է, որ ամբողջ Գազան իր վերահսկողության տակ պիտի առնի։ Իհարկե Համասը իր նախկին ռազմական արկայությունը չունի, անգամ նաև խոսվում է ուրեմն այնտեղ քաղաքական իշխանության փոփոխությունների մասին, ուրեմն քերիների փոխանակումը իր լրումին չի հասել դեռևս, բայց գիտեք նաև դեպքերը փոխկապակցված են տարածաշրջանային մակարդակով, որովհետև առընթեր նաև հուսիները հայտարարելով, որ իրենք չեն թողնելու, որ Իսրայելը ազատ անարգել հարձակումներ իրականացնի եւ Սիրիայում, եւ Իսրայելում, եւ Լիբանանում, եւ Գազայում, եւ այս հիմնավորումներով խփեցին, վրթիրագործեցին Տել Ավիվի օդանավակայանը, այսինքն վերստին թեժացել են։ Ես դրա համար էի ասում, որ փոխկապակցվածության շղթայական գործողությունների դրամապանությունը գա այս փուլում, եւ Իսրայելը հիմա վերստին ուրեմն իր բանջների նշացողը բարձրացրել է Գազայի ուղղությամբ եւ նաեւ նոր դարողություն է ապահովել ռազմական գործողություններին, ասելով, որ արմատապես պիտի Համասը ոչնչացնի Գազայի ուրեմն տարածքներից եւ Գազան պիտի վերցնի ամբողջական վերահսկողության տակ։